Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրվա վերջին հանդիպումն են ձեր ուշադրությանը ներկայացնում, որտեղ արդեն Յուվենտուսը կմրցի Պարիս Սեն-Ժերմենի դեմ։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք ՊՍԺ-ից։ Դավիթ Պետրոսյանը պաշտպանում է դարպասը համար 1, Էդգար Թամազյան համար 2, Միքայել Միրզոյան համար 5, Արտուր Հովհաննիսյան համար 7, Հայկ Մարտիրոսյան համար 8, Էրիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, Էդիկ Գրիգորյան համար 11 եւ Վիգեն Առաքելյան համար 33։ Ռոբերտ Առաքելյանը պաշտպանում է Յուվենտուսի դարպասը համար 1, Արտուր Զաքարյան համար 4, Արամ Մակարյան համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, ով նաև թիմի ավագն է Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աչեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, Տիգրան Խաչատրյան համար 21 եւ Սերգեյ Ղազարյան համար 55։ Կամ մրցավարի մեկտարկային ստուլիչում մեկտարկած է այս անչափ ու կարևոր հետաքրքիր հանդիպումը երկու թիմերի համար էլ իհարկե եկեք նաև ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ ավելի հետաքրքիր պատկեր է ձևավորվել, իհարկե Յուվենտուսը շատ լավ է մեկտարկել Վինտեր քափը եւ այսպես Յուվենտուսը այս պահին գտնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում, բայց որն է հետաքրքիր հաղթանակի դեպքում միանձնյա գլխավորի մրցաշարային աղյուսակ այսօր Յուվենտուսը, եթե կարողանա արժանանալ 3 միավորի այսօր Յուվեն, ապա կդառնա 7 անցկացած հանդիպում ու վաստակած 21 միավոր։ Ոթֆորդն այս պահին առաջին հորիզոնականում ունի 19 միավոր իր ակտիվում 7 հանդիպումից հետո տարել է 6 հաղթանակ, 1 ոչ ոք էլ ավարտել այս տուրում Մանչեսթեր Սիթիի դեմ անցկացած իր հանդիպումը ու այսօր դա հնարավորություն տվեց Յուվենտուսին հաղթանակի հասնելու դեպքում կրկնում են եւս մեկ անգամ բարձրանալ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, մինչ այս պահի Յուվեն 100%-անոց արդյունքով շարժվում է առաջ ու տեսնենք այսօր արդեն կարողանա վիճակագրությունը պահպանել թե ոչ։ Իհարկե ՊՍԺ-ն էլ իր հերթին կփորձի անել հնարավորինս այսօր ունի այս պահին ՊՍԺ-ն վաստակած իր ակտիվում 1 միավոր, հարաշության նորեկներից մեկն է ՊՍԺ-ն, իհարկե գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում, 1 հանդիպում ոչ ոքի ավարտել ՊՍԺ-ն կրել 4 պարտություն, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի որոշում մրցաշարային աղյուսակի տեսանկյունից։ Ես հիշեցնեմ, որ հիմա ու ՊՍԺ-ն բացում է մեկտարկում հանդիպան հաշիվը 1-0։ Հայկ Պետրոսյան 1-0 Պետրոսյանի հարվածից հետո եղավ անդրադարձ, բայց գնդակը հայտնվեց դարպասում ու հիմա արդեն Յուվենտուսը հայտնվում է պարտվողի կարգավիճակում, ինչը բնականաբար էլ ավելի է մեծացնելու այս հանդիպան ինտրիգը։ Հիմա գրոհում է ՊՍԺ-ն, տեսնենք այս գրոհը ինչ կտա ՊՍԺ-ին, բայց ոչինչ, այստեղ լավ գործեցին Յուվենտուսի պաշտպանները, գնդակով Արտուր Աչեմյանն է։ Աչեմյան, բայց այստեղ այլ ուղղությամբ կատարեց փոխանցումը, քան շարժում է նրա խաղընկեր Մանվել Այվազյանը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից նետում է ՊՍԺ-ն։ Ես շարունակեմ մրցաշարային աղյուսակից խոսել։ ՊՍԺ-ն այսօր, տեսեք, հաղթանակի հասնելու դեպքում հնարավոր է մի անգամից 3 հորիզոնականով վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում, իհարկե կշրջանցի Լևերկուզենին, Մայնցին եւ Պալերմոին ու կբարձրանա 11-րդ հորիզոնական։ Կրկնում եմ Յուվեն էլ հաղթանակի դեպքում միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Այս պահին առայժմ Վինտեր քափ մրցաշարում անպարտելի թիմերն են Ոթֆորդ, Յուվենտուս, Մանչեսթեր Սիթի, Նյուքասլ Յունայթեդ եւ Ատլետիկո Երևան, իսկ 100%-անոց արդյունք ունեն այս պահին միայն իրենց ակտիվում գրանցած Յուվենտուսը եւ Նյուքասլը։ Պատկերացնում եք որքան հետաքրքիր է Վինտեր քափը, իհարկե Ատլետիկոն, Ոթֆորդը ու Մանչեսթեր Սիթին չեն պարտվել, բայց 100%-անոց արդյունք էլ չունեն, քանի որ իրենց անցկացած բոլոր հանդիպումներում հաղթել են բացառությամբ մեկ հանդիպան, որը ոչ ոքի են ավարտել այդ թիմերը։ Հիմա գրոհում է Յուվենտուսը Այվազյան դեպի Աչեզեր փոխանցում, այստեղ հետ փոխանցում հետևեց դեպի Արտուր Աչեմյանը, խորքից Աչեմյանն էլ նկատեց Մարտիրոսյանի առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։
Արված կլինի հիմա Դավիթ Պետրոսյանի պաշտպանած դարպասից Պետրոսյան ուժեղ փոխանցում առաջ, այստեղ առաջինը գնդակին արձագանքեց Յուվենտուսից Տիգրան Խաչատրյանը ու հիմա արդեն Յուվեն անցնում է գրոհի Այվազյան Սայթակեց այստեղ Այվազյան ու կորցրեց գնդակի հիմա արդեն PSG-ն է շարժվում առաջ, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեր գնդակով Թամազյանը չստացվեց անցում կատարել, փոխանցումը նույնպես տեղի ունեցավ, բայց նորից գնդակին առաջին արձագանքեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները ու հիմա արդեն նորից սխալվում է Յուվենտուսը 1-1 սխալներ դաշտի միջին հատվածում, բայց առայժմ միայն իրեն անձեռնված հնարավորությունից օգտվել է Հայկ Պետրոսյանը հիմա էլ հարված ենք տեսնում ու կարող էր հիմա PSG-ն այս դրվագում կրկնապատկել իր առավելությունը շատ լավ հարված կատարեց Արտուր Հովհաննիսյանը, բայց դարպասապահ Արաքելյանը կարողացավ հեռացնել գնդակը, տեսնենք անկյունայինի խաղարկում ինչ կտա PSG-ին Պարսից փոխանցում ենք տեսնում, այստեղ Պետրոսյանը հենց փորձեց հարվածել դարպասի ուղղությամբ, բայց չստացվեց հարված ու եսից արդեն կնետի PSG-ն անդրադարձ է եղել Յուվենտուսի ֆուտբոլիստից Կատարված է եզրային նետը, բայց այստեղ հեռացին Յուվեի ֆուտբոլիստները գնդակը ոչ այնքան հեռու Պետրոսյանը նորից հեռվից փորձեց կրակել, բայց շեղությամբ ստացվեց այս անգամ Հայկ Պետրոսյանի կատարած հարվածը Մարտիրոսյան շատ լավ մարզավիճակում է գտնվում Դավիթ Մարտիրոսյանը Յուվենտուսի 7 համար, Աչեմյանը նույնպես բավական արդյունավետ մրցաշրջան է անցկացնում Յուվենտուսի կազմում այս տարի ու այս երկու ֆուտբոլիստները իսկապես հիմա հանդիսանում են Յուվենտուսի առաջատար ֆուտբոլիստները ովքեր ամեն խաղում էլ ավելի են բարելավում իրենց խաղամակարդակը հիմա եզից կնետի Յուվեն Բայց այստեղ կորցին Յուվեի ֆուտբոլիստները գնդակը հետո էլ PSG-ն չկարողացավ լավ դուրս գալ պաշտպանությունից Դավիթ Մարտիրոսյան լավներ փոխանցումը վտանգավոր է հարված են տեսնում ու այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Զաքարյանի կատարած հարվածը հարված կլինի PSG-ի դարպասից այո շատ լավ գրոհի անցավ Յուվենտուսը բայց հաշվի հավասարությունը վերականգնել այս դրվագում չստացվեց Հիմա եւս մեկ խորքից փոխանցում, բայց այստեղ էլ առաջինը գնդակին արձագանքեց Յուվենտուսից Մարտիրոսյանը Արաքելյան կատարեց եզրային նետումը, բայց Դավիթ Մարտիրոսյանը թույլ չտվեց, որպեսզի PSG-ն անցնի գրոհի Ռիսկի դիմեց այստեղ, բայց կարողացավ ազատվել հետո շատ արագորեն գնդակից Խաչատրյան ու հիմա արդեն Յուվեի գրոհին ականատես լինենք, բայց արդեն կորցրեց գնդակը Յուվենտուսը Թամազյանն է շարժվում առաջ, մնաց գնդակով PSG-ն, իսկ այստեղ կարայո խաղի կանոնների խախտում Նարեկ Մարտիրոսյանի կողմից Միքայել Միրզոյանի դեմ պայքարում ու ստանդարտ իրացնի PSG-ն, Թամազյանն է գնդակի մոտ Փոխանցում դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց ուժեղ ստացվեց այստեղ Թամազյանի կատարած փոխանցումը, ինչը նշանակել մրցավարը անկյունային հարված, այո դիպել էր գնդակը Յուվենտուսի ֆուտբոլիստին ու PSG-ն վաստակում է ստանդարտի հնարավորություն այս անգամ անկյունայինի տեսքով տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա PSG-ին Պարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ լավ չստացվեց Գուրյանի հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Զաքարյան
Դեպի Մարտիրոսյանը փոխանցում հետևեց Դավիթ Մարտիրոսյանը գնդակով շատ լավ նկատեց այստեղ Այվազյանին Յուվեն գրոյի անցել տեսնենք այս գրոյի կտա Յուվենտուսին Արտուր Աճեմյան այդ փոխանցում կրկին Մարտիրոսյանը հերվից միանում է խաղընկերը գրոյին կատարեց փոխանցում Մարտիրոսյանը այստեղ բայց գնդակին առաջին արձագանքեցին PSG-ի ֆուտբոլիստները եթե գնդակը Դավիթ Մարտիրոսյանի կատարած փոխանցումից հետո հասներ Նարեկ Մարտիրոսյանին, ապա Յուվենտուսի 6 համարը արդեն միայնակ կարող էր մնալ դարպասապայի դիմաց, բայց վերջի պահին PSG-ի պաշտպանները լավ գործեցին ու հեռացեցին գնդակը։ Հիմա էլ Մարտիրոսյանը փորձեց հեռացնել, չստացվեց վտանգավոր հարված ենք տեսնում, բայց այստեղ փայլեց Յուվենտուսի դարպասապա Ռոբերտ Արաքելյանը ու հեռացեց գնդակը դաշտի սահմաններից դուրս, անկյունային հիմա կիրասնի PSG-ն։ Կա փոխանցումը հարված է նույնիսկ տեսանք Թամազյանի կատարման, բայց լավ դիրքում չէր գտնվում Թամազյանը ու գնդակը շեղությամբ ընթացավ խաղարկում են Յուվեի ֆուտբոլիստները գնդակը, այո Յուվեն իհարկե շատ փորձառու թիմ է ԱՖ-ում, ընդհանրապես առաջության հնաբնակներից մեկն է եւ նմանատիպ իրավիճակներում մեկ անգամ չէ որ կարողացել է հայտնվել ու դուրս գալ այդ բարդ փորձությունների միջով նույնիսկ այս մրցաշրջանում Winter Cup-ի այս առաջության մասին է խոսքս երբ մի քանի տուր առաջ մրցում էր Յուվենտուսը Ատալանտայի դեմ հիմա այս գրոյից հետո խոսեմ այդ մասին Սերգեյ Ղազարյան Աճեմյան գուցե արվածի Աճեմյանը հարմարեցեց գնդակը աջ ոտքին բայց հետո Թամազյանը սահակման գնով հեռացեց գնդակը հիմա էլ Մարտիրոսյանը խլեց ու ստացավ հարված ոտքին Ստանդարտ կիրասնի հիմա Յուվենտուսը շարունակեմ միտքս այո մի քանի տուր առաջ Յուվենտուսը մրցում էր Ատալանտայի դեմ ով իհարկե եւս շատ փորձառու թիմ է ԱՖ-ում պարվում էր Յուվենտուսը 2-0 հաշվով Ատալանտային բայց հանդիպման վերջնամասում իրենց մեջ ուժ գտան Յուվենտուսի ֆուտբոլիստները ինչպես հիմա Զաքարյանը հավասարեցնում է հանդիպան հաշիվը դարձնելով 1-1 Յուվենտուսը հավասարեցնում է հանդիպան հաշիվը Զաքարյանի կատարած հարվածը անկասելի ստացվեց ու 1-1 արդեն թիմերը մեկական խփած գնդակով փոխանակվեցին խաղադաշտում հիմա նորից PSG-ն է անցել գրոյի վտանգավոր է բայց Մարտիրոսյանը այստեղ հասցրեց կանգնել գնդակի ճանապարհին ու թույլ չտվեց որպեսզի հարվածը ընթանա դարպասի ուղղությամբ Տեսնում ենք փոխանցում ու հիմա Մարտիրոսյանն հեռացնում գնդակը Արտուր Աճեմյան լավ էր նկատել դարպասապայի դարպասից դուրս գալու այդ փաստը բայց արվածը չստացվեց այստեղ Աճեմյանին այո թիմերը նույնիսկ թույլ չեն տալիս ավարտեն միտքս խոսում է Յուվենտուսի մի քանի տուր առաջվա հանդիպան մասին երբ Զաքարյանը գրավեց այստեղ PSG-ի դարպասը հիմա հուսանք թիմերը թույլ կտան մինչև վերջ ավարտեն միտքս այո Յուվենտուսը պարտվում էր 2-0 հաշվով այդ խաղում, բայց իրենց մեջ ուժ գտան ու կարողացան հանդիպման վերջնամասում բեկել հանդիպան ընթացք ու հաղթանակ տանել 3-2 հաշվով իսկապես շատ լավ հանդիպում այդ օրը անցկացրեց Յուվենտուսը շատ բարդ իրավիճակում էր ոչ ոք նույնիսկ չէր հավատում որ Յուվենտուսը կարող է ոչ ոքի հասնել այդ խաղում քանի որ իսկապես Ատալանտան շատ վստահ տեսք ուներ բայց Յուվենտուսը մնում է Յուվենտուսով այդպիսի բարդ իրավիճակից կարողացավ դուրս գալ հիմա արդեն հանդիպան հաշիվը հավասար է հիմա արդեն Յուվենտուսը կփորձի այսպես ասած մանր քայլելով մոտենալ մրցակցի դարպասին իհարկե շտապելու առայժմ ոչ մի տեղ չկա դեռ առաջի խաղակեսն է ընթանում Աճեմյան լավն էր Աճեմյանի կատարած փոխանցումը հասավ այստեղ գնդակը Այվազյանին կիսա շրջադարձ արված բայց ստացվեց այստեղ դիպուկ գտնվել Մանվել Այվազյանի մոտ ուշեղությամբ ստացվեց նրա կատարած հարվածը Թամազյան լավ փոխանցում կատարած դեպի Գուրյանը
Նորից Թամազյանն է գնդակով լավ գրոյի անցել PSG-ն, հիմա կարող է նորից առաջ անցնել հաշվի մեջ ֆրանսիական ակումբը, բայց այստեղ լավ չկասեցրեց գնդակը Արթուր Հովհաննիսյան ու դուրս եկավ այն դաշտի սահմաններից դուրս, Դավիթ Մարտիրոսյան Այվազյան, կրկին Մարտիրոսյան, Զաքարյանի հետ է խաղարկում գնդակը Մարտիրոսյանը, Այվազյան, շարժվեց արեց Մարտիրոսյանը, բայց կատարեց դեպի Հաչիմյանը փոխացում, լավ գրոյի անցել Յուվենտուսը Զաքարյան, Մարտիրոսյան ու այստեղ չի ստացվում Նարեկ Մարտիրոսյանին, խոցել մրցակցի դարպասը, շատ լավ հնարավորություն հիմա կորցրեց Յուվենտուսը։ Արագորեն խաղարկեց PSG-ն գնդակը, բայց այստեղ Դավիթ Մարտիրոսյանը շատ վստահ գործեց, շնայած գնդակը մնաց PSG-ի մոտ, իսկ հետո էլ արդեն մաքուր անկում կարողացավ կատարել Տիգրան Խաչատրյանն ու Սերժ Պահել իր թիմի վտանգավոր հակագրոյից, հիմա արդեն անցել է այդ հակագրոյին PSG-ն, հարվածել նույնիսկ տեսանք այստեղ, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Միքայել Միրզոյանի կատարած հարված ու հարված կլինի Ռոբերտ Առաքելյանի պաշտպանած դարպասից Դավիթ Մարտիրոսյան ուղարկեց գնդակը Զաքարյանին, Աչեմյան դեպի աչ, այստեղ Մանվել Այվազյանն է ընդունում գնդակը, թողեց Ղազարյանին, Աչեմյան, բայց այստեղ լավ չկասեցեց Աչեմյանը գնդակ ու գնդակը հայտնվեց Թամազյանի մոտով, հարվածեց հեռու տարածությունից, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Թամազյանի կատարած հարվածը Հիմա Մարտիրոսյանը կարծես վնասված ստացավ ու լքեց խաղադաշտը, իհարկե հուսանք, որ վնասվածքը բարդ չի լինի ու Մարտիրոսյանը կվերադառնա խաղադաշտ, Մակարյանն է գնդակով հետ փոխանցում, այստեղ լավ նկատեց Ղազարյանին Տիգրան Խաչատրյանը, մնաց գնդակով Ղազարյանը, նորից Խաչատրյան շատ հաջող փոխանցում դեպի Արթուր Աչեմյանը ու գրոյի անցել Յուվենտուսը Աչեմյան, այստեղ եղավ անհրաժեշտ այլապես հաշվարկված է Աչեմյանի փոխանցումը դեպի Նարեկ Մարտիրոսյան ու հիմա PSG-ն է շարժվում առաջ, լավ պատխաղարկում էր, կա փոխանցում, բայց Աչեմյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին ու սկսում է Յուվենտուսի եւս մեկ գրոմ Անվել Այվազյան, նորից Աչեմյանին ուղարկեց գնդակը, հասավ գնդակին Աչեմյանը, Այվազյան Զաքարյան Աչեմյան, նորից Այվազյան շատ լավ նկատեց Ղազարյանին, Այվազյանը մնաց գնդակով Ղազարյանը կատարեց պատասխան փոխանցում նրան Արթուր Աչեմյանը ամեն ինչ նկատել է Աչեմյանը, բայց հարված այստեղ թույլ ստացվեց, այո նկատեց բաց անկյունը, որտեղ կանգնած չէր դարպասապահ, բայց հարվածը այնպես չընթացավ, ինչպես իհարկե նա պլանավորել էր ու դարպասապահը տիրեց գնդակին, հիմա խորքից փոխանցում է կատարում PSG-ի դարպասապահ Դավիթ Պետրոսյանը ու այստեղ էլ հիմա չի ստացվում Արտակ Իսրայելյանի կատարած հարվածը դիպուկ գտնվել սկսում է խորքից Յուվենտուսը Մակարյան Սխալվեցին այստեղ Յուվեի ֆուտբոլիստները, Գուրյանն է շարժվում առաջ հետ փոխանցում Համազյան բայց այստեղ Խաչատրյանը թիկունքից լավ գործեց Արթուր Աչեմյան Ղազարյան, կրկին Աչեմյան մնաց գնդակը Աչեմյանի մոտ 5 րոպե մինչ առաջի խաղակեսի ավարտը ու տեսնենք այս խաղակեսի վերջնամասը ինչ կտա թիմերին Իհարկե երկուսն էլ ցանկանում են ընդմիջման գնալ հաղթողի կարգավիճակում, բայց գլխավորը պետք է մտածել գնդակը բաց թողնելու մասին, այլապես ավելի լավ է գնալ ընդմիջման ոչ ոքի արդյունքով, քան զիջել մեկ գնդակի առավելությամբ թեկուզ այն էլ քաղաքեսի վերջնամասում մրցակցին։ Իսրայելյան լավ գրոյ տեղափոխությունները, բայց այստեղ Յուվենտուսի ֆուտբոլիստը առաջին արձը կանքեց Իսրայելյանի փոխանցմանը։ Հիմա էլ Մարտիրոսյանին գնդակը բաժին ասավ, ով ուղարկում է Զաքարյանի ուղղությամբ ու Յուվենտուսը նետվում է առաջ Զաքարյան
Աճեմյան Նորից Զաքարյան Հերողություն այստեղ Մարտիրոսյանն էր բայց այստեղ էլ սահանքման գնով կարողացան հեռացնել գնդակը PSG-ի ֆուտբոլիստները Աճեմյանի ոտքի տակից իսկ հիմա սխալ PSG-ի պաշտպանությունում վտանգավոր է բայց Զաքարյանին Թամազյանը թույլ չտվեց հարված կատարել իհարկե հարված կլինի հիմա PSG-ի դարպասից Թամազյան խաղարկում են գնդակը PSG-ի ֆուտբոլիստները խորքից լավ են նկատել Իսրայելյանի առաջ խաղացումը Թամազյանը բայց մի փոքր ուժեղ ստացվեց նրա կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից սկսում է Յուվենտուսը խորքից Այվազյան Զաքարյան կրկին Այվազյան Արթուր Աճեմյանի լավն էր խաղարկումը բայց այստեղ հեռու թողեցին Գնդակը հիմա էլ չանցավ Աճեմյանի փոխանցումը նետվում է առաջ PSG-ն հարված էլ տեսանք բայց այստեղ Խաչատրյանը կարողացավ իր վրա ընդունել գնդակը հիմա արդեն Յուվեի պատասխան գրահով բայց այստեղ շատ լավ պաշտպանվեց Վիգեն Առաքելյանը Հովանեսյան կա փոխանցում հիմա էլ Մարտիրոսյանն է արձագանքում առաջինը գնդակին Թամազյան Չկար խաղի կանոնների խախտում Աճեմյանի կողմից մնաց գնդակը Թամազյանի մոտ հաստրեց փոխանցում կատարել Թամազյանը վտանգավոր է ձախ եզրով գրոյի անցել PSG-ն այստեղ կար փոխանցում բայց Առաքելյանը կարողացավ հեռացնել գնդակը Մակարյան լավ նկատեց Աճեմյանին նետվում է առաջ Յուվենտուսը Աճեմյան դեպի Այվազյանը փոխանցում տեսնեք այս գրոյի կտա Յուվենտուսին Այվազյան հեռու թողեց իրանից գնդակը Այվազյան ու այն բաժին ասավ PSG-ի ֆուտբոլիստերին Կար այստեղ այո խաղի կանոնների խախտում Աճեմյանի կողմից դա ընդունեց Աճեմյանը որ խախտել է խաղի կանոնները Միրզոյանի դեմ պայքարում ու հիմա ստանդարտ կիրացնի PSG-ն Կա մրցավարի սուլիչը տեսնենք այս ստանդարտի խարկումը իշ կտա PSG-ին Հովանեսյանն է գնդակի մոտ բայց այստեղ չստացվեց Հովանեսյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մակարյան ուղարկում է գնդակը Աճեմյանին հիմա սխալվեց Յուվենտուսը բայց փրկվեց այստեղ Յուվեն Գուրյանի կատարած հարվածից հետո այո իսկապես լավ գործեց Յուվենտուսի դարպասապա Ռոբերտ Առաքելյանը հեռացնելով գնդակը հիմա կարող էր իրատեսական շանս ուներ PSG-ն գնալ ընդմիջման ախտողի կարգավիճակում բայց չօգտվեցին իրենց հնարավորությունից Գուրյան կա անկյունայինից փոխանցումը այստեղ էլ թույլ չտվեց Թամազյանին հարված կատարել Մակարյանը Այվազյան դեպի Ղազարյանը փոխանցում ենք տեսնում լավ էր նկատել Ղազարյանը Մակարյանի առաջ խաղացումը բայց գնդակը նրան հասցեակել չստացվեց Միրզոյան դեպի Աչեզր Իսրայելյանն է այստեղ Հովանեսյանն էր գեղեցիկ պատխաղարկում էր վերջի պահին Զաքարյանն է կարողանում հաջող պաշտպանվել ուղարկելով գնդակը Մակարյանին ու եզից հիմա կնետի Յուվենտուսը Խաչատրյան դեպի աջ փոխանցում Մարտիրոսյանն է այստեղ Ղազարյան նորից Մարտիրոսյան գեղեցիկ էր այս խաղարկումը Մարտիրոսյան մնաց գնդակը Յուվենտուսի մոտ Զաքարյան Մանվել Այվազյան կա Սերգեյ Ղազարյանի տարբերակը բայց դեպի աջ փոխանցեց Այվազյանը Աճեմյանին քանի որ արդեն փակ է Ղազարյանը Աճեմյանի փոխանցումից հետո էլ կարողացավ Պետրոսյանը հեռացնել գնդակը անկյունային կիրացնի հիմա Յուվեն կա
փոխանցում ու հիմա Թամազյանն է հեռացնում գնդակը, բայց PSG-ի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց, վերջի րոպեն է ընթանում առաջի խաղակեսի։ Ու այստեղ ստանդարտ է հիմա նշանակում մրցավարը, այո, PSG-ի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Յուվենտուսին, բավական վտանգավոր է դիրքը, հիմա արդեն կարող է Յուվենտուսը գնալ ընդմիջման հաղթողի կարգավիճակով, եթե դիպուկ գտնվի Աչեմյան այս տուգանայինից, իհարկե Աչեմյանի կատարած հարվածներին քաջ տեղյակ ենք, բոլորս կարծում եմ ովքեր հետևում են Յուվենտուսի հանդիպումներին, նրա հեռահար խփած գնդակներին ականատես եղել ենք, տեսնենք այս դեպքում ինչպես կիրացնի կամրցավարի սուլիչը, Աչեմյան հարված ու մի փոքր բարձր ստացվեց Աչեմյանի կատարած հարվածը եւ վերջ առաջի խաղակեսն էլ հենց այստեղ ավարտվում է կարճ դադար։ Ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք միասին դիտելու Յուվենտուսն դեմ PSG-ի հանդիպման երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է, նախ կարողացավ հանդիպան հաշիվը բացել Հայկ Պետրոսյանը հենց մեկ տարկում առաջ մղելով PSG-ին հաշվում մեջ, հետո էլ արդեն Զաքարյանը հավասարեցեց Յուվենտուսի կազմում հանդիպան հաշիվը ու թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվի պարագայում, տեսնենք երկրորդ կեսում ինչ կփորձեն անել, այստեղ Մակարյանը լավ պաշտպանվեց Թույլ տալով Գուրյանին առաջ շարժվել ու հիմա շատ հաջող փոխանցում կատարեց Զաքարյանի ուղղությամբ։ Զաքարյան Անած գնդակը Զաքարյանի մոտ, բայց այստեղ նրա կատարած փոխանցումից հետո գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու եզից կնետիկ PSG-ն, եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք մրցող թիմերի հայտարարություններին եւ այսպես սկսենք PSG-ից դարպասը պաշտպանում է Դավիթ Պետրոսյանը համար 1, Էդգար Թամազյան համար 2, Միքայել Միրզոյան համար 5, Արտակ Իսրայելյան համար 6, Հայկ Մարտիրոսյան, ներողություն Արտուր Հովհաննիսյան համար 7, Հայկ Մարտիրոսյան համար 8, Էրիկ Գուրյան համար 9, Հայկ Պետրոսյան համար 10, Էրիկ Գրիգորյան համար 11 եւ Վիգեն Արաքելյան համար 33։ Յուվենտուս դարպասը պաշտպանում է Ռոբերտ Արաքելյանը համար 1, Արտուր Զաքարյանը համար 4, Արամ Մակարյանը համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աչեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Տիգրան Խաչատրյան համար 21 եւ Սերգեյ Ղազարյան համար 55, այստեղ կար խաղի կանոնների խախտում Ղազարյանի դեմ պայքարում ու հիմա դեղին քարտ է ստանում PSG-ի կազմում Հայկ Պետրոսյանը խաղի կանոնները խախտելու համար։ Տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Յուվենտուսին, Մանվել Այվազյանն է գնդակի մոտ, հարվածային է Այվազյանի համար այս դիքը ու տեսնենք կա մրցավարի սուլիչը, Այվազյան փոխանցում ու գնդակը Ղազարյանը ուղարկում է մրցակցի դարպասը, հանդիպան հաշիվը դարձնելով 2-1 ու առաջ մղելով Յուվեին հաշվի մեջ։ Երեքպեկ Յուվեն երրորդ գնդակն է խփում այս խաղում իր անվան դիմաց գոլներ գրանցում է Մանվել Այվազյանը ու հիմա արդեն PSG-ն շատ ծանր իրավիճակում է իսկապես հայտնվում, քանի որ պարտվելով Յուվենտուսին երկու գնդակ հեշտ չէ ետ բերել, այն էլ այս մրցաշրջանի Յուվենտուսին, ով պարզապես փայլում է բոլոր հանդիպումներում, գնդակով հիմա PSG-ն է, Գուրյանն է գնդակով ու այստեղ մաքուր սահակում կարողացավ կատարել Մակարյանը, բայց ոչ խախտել է խաղի կանոնները, այո, տուգանային է նշանակել մրցավարը, այնուամենայնիվ գնդակը երկու դեպքում էլ կլիներ PSG-ինը, կլիներ կամ եզրային ներդրում կամ ստանդարտ, բայց նշանակված է տուգանային ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա հիմա PSG-ին։ Արագորեն խաղարկում են PSG-ի ֆուտբոլիստները գնդակը, այստեղ Միրզոյանն է գնդակով հարվածում մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը, քանի որ եղավ անհրաժեշտ Յուվենտուսի ֆուտբոլիստից ու կտեսնենք անկյունային հարված հիմա PSG-ի կատարմամբ, Գուրյանն է շտապում իրացնելու այն, տեղադրեց գնդակը Գուրյան, փոխանցումը այստեղ Արաքելյանը հեռացեց ոչ այնքան հեռու, հիմա արդեն
11 մետրանոց արված է վաստակում PSG-ն, այո, ամեն ինչ հստակ դիտեց ու նշանակեց մրցավարը, բայց ապահովության համար հիմա կդիտի դրվագի կրկնապատկերը։ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու մնաց իր որոշմանը 11 մետրանոցը նշանակված է հիմա արդեն շատ լավ հնարավորություն ունի PSG-ն կրճատելու հանդիպան հաշիվը ու տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն PSG ֆուտբոլիստները պետք է դիպուկ իրացնել միայն վաստակելը բավական չէ իհարկե ու տեսնենք ով է պատրաստում հարվածը իրացնելուն PSG-ի կազմում Այո, Իսրայելյանն է տեղադրում գնդակը իրացնելու համար, դարպասում էլ Արաքելյանն է, տեսնենք ով ավելի դիպուկ կգտնվի, իհարկե սա նյարդերի պահ է, կա մրցավարի սուլիչը, Արաքելյան հարված, բայց այստեղ Իսրայելյանի կատարած հարվածը անկասելի ստացվեց, Արաքելյանը այլ ուղղությամբ նետվեց ու գնդակը հայտնվեց դարպասում 3-2 PSG-ն կրճատում է հանդիպան հաշիվը 3-2 այո նորից PSG-ն մեկ գնդակ է զիջում մրցակցին շատ վստահ ու դիպուկ իրացրեց Իսրայելյանը 11 մետրանոց հարվածը այստեղ այո ոչինչ անել իսկապես չէր կարող արդեն Արաքելյանը քանի որ այլ ուղղությամբ էր նետվել ու հիմա տեսնենք PSG-ն գուցե այս ֆոնի ներքո կարողանա եւս մեկ գնդակ հեղինակելու հաշվի հավասարությունը վերականգնել թե այնուամենայնիվ Յուվենտուսը Էլ ավելի վստահ կգործի թեկուզ եւ այս բաց թողած գնդակից հետո Այվազյան դեպի հետ փոխանցում Խաչատրյան գրող տեղափոխում է Զախիեզր Եսայանն է այստեղ Զաքարյան Նորից Եսայան Չանցավ այստեղ Եսանի կատարած փոխանցումը բայց վերադարձավ ու գնդակը պայեց իր մոտ, հետո էլ փոխանցում այդ կատարում Այվազյանի ուղղությամբ, բայց Պետրոսյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին ու շարժվում է առաջ հիմա էլ Մակարյանը շատ գրագետ գործեց ու սահանքման գնով փակեց գնդակի ճանապարհը։ Եզից կնետի PSG-ն։ Պետրոսյանը ուղարկեց գնդակը Թամազյանին։ Այստեղ անհաջող մի փոքր ստացվեց Թամազյանի կատարած փոխանցումը ու գնդակը բաժանեց Մակարյանին։ Զաքարյան, նորից Մակարյան։ Շատ լավ նկատեց Մարտիրոսյանին Մակարյանը։ Թողեց Մարտիրոսյանը գնդակը Զաքարյանին, շարժվում են առաջ Յուվենտուսի ֆուտբոլիստները դեպի Զախիեզր Եսայան մեկ ապումով դեպի մրցակցի Տուգանային հրապարակ, բայց այստեղ գնդակը բաժին հասավ PSG-ի դարպասապը Դավիթ Պետրոսյանին, Ղազարյան հետ փոխանցում Եսայանն է կրկին այստեղ ու խաղարկում է գնդակը Խաչատրյանի հետով խորքից շատ հաջող փոխանցում կատարեց գրոյի անցել Յուվենտուսը, բայց այստեղ հարվածի հնարավորություն Ղազարյանին չտվեցին հիմա նորից Ղազարյանն է գնդակով, թողեց գնդակը Զաքարյանին, Մանվել Այվազյան, եթե հասցներ փոխանցել Այվազյանը, ապա արդեն Մակարյանը պատրաստ էր հարված կատարելուն, բայց դա տեղի չունեցավ ու հիմա Պետրոսյանն է զարգացրել արագություն, բայց Զաքարյանը հասցրեց նահանջել ու հեռացնել գնդակը, եզից կնետի PSG-ն։ Գուրյան Եվ հենց Գուրյանից էլ այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հարված կլինի Յուվենտուսի դարպասից Արաքելյանն ուղարկում է գնդակը Մակարյանին Կան տարբերակները հետ փոխանցում կրկին Արաքելյանի ուղղությամբ ու խորքից արդեն Յուվենտուսը սկսում է եւս մեկ գրով, բայց այստեղ փոխանցմանը արձագանքեց առաջինը Թամազյանը Պայս գնդակը այստեղ Իսրայելյանը դաշտի սահմաններում հիմա էլ Խաչատրյանը հեռացեց ու եզից կնետի PSG-ն Շատ գրագետ գործեց այստեղ Թամազյանը գնդակով PSG-ն է Պետրոսյան
Շատ դա փոխանցում էր, հարված եք տեսնում ու 3-3 է դառնում հանդիպան հաշիվը, հաշվի հավասարությունը վերականգնված է, անկասելի հարված կատարեց Միքայել Միրզոյանը գրավելով Յուվենտուսի դարպասը։ Միքայել Միրզոյան 3-3 իսկապես դիպուկ գտնվեց Միրզոյանը խոցելով Յուվենտուսի դարպասը, այստեղ ոչ ոք ոչինչ անել չէր կարող, քանի որ գնդակի ընթացքը պարզապես այնպես էր, որ ցանկության դեպքում նույնիսկ Առաքելյան այս գնդակին հասնել չէր կարող։ 3-3 ՊՍԺ-ն վերադառնում է խաղ ու հավասարեցնում հանդիպան հաշիվը, հիմա արդեն Յուվենտուսը չի հաղթում երկու գնդակի առավելությամբ, ինչին համաձայն չեն բնականաբար Յուվեի ֆուտբոլիստները ու կփորձեն անել հնարավորինս նորից առաջ հասնելու հաշվի մեջ, բայց ՊՍԺ-ն այսօրվա ցույց տված խաղով ապացուցում է, որ դա այնքան էլ հեշտ չի լինելու մրցակցին։ Իհարկե ՊՍԺ-ն այստեղ են նույնպես 3 միավորի համար Ղազարյան դեպի ձախ ուղարկեց գնդակը, այստեղ Եսայանն էր, Մարտիրոսյան, կրկին Եսայան մնաց գնդակը Յուվեի մոտ, Մարտիրոսյան ցածրից կատարեց այստեղ փոխանցում ու վաստակեց անկյունային արվածի հնարավորություն։ Այվազյան Բարձից փոխանցում դեպի Դուգանային հրապարակ հեռացին գնդակը ՊՍԺ-ի պաշտպանները, գնդակը նորից Յուվենտուսի մոտ է, Զաքարյան լավ գործեց, հարվածեց ու հիմա Թամազյանն է կանգնում գնդակի ճանապարհին ու հիմա ՊՍԺ-ն է նետվում առաջ, բայց հեռու թողեց այստեղ Իսրայելյանը մի փոքր գնդակ ու հիմա Թամազյանն է շատ կոպիտ խաղում Այվազյանի դեմ ու ստանդարտ կիրացնի Յուվենտուսը, իհարկե հիմա Թամազյանն էլ վնասված ստացավ նույնիսկ, բայց այս ամենը հենց իրենից սկսեց, իհարկե հուսանք, որ Թամազյանի հետ ամեն ինչ կարգին կլինի, նոր դրանից հետո կանրադառնանք հանդիպմանը։ Այո, ստացավ դեղին քարտ Թամազյան, իհարկե շատ կոպիտ դիմավորեց Այվազյանին, տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Յուվեին, Այվազյան, հարված ու վերջի պահին Առաքելյանը կարողացավ հեռացնել գնդակը, ինչ կրակոց էր Այվազյանի կատարման, բայց ներողություն, ոչ թե Առաքելյանը, այլ Դավիթ Պետրոսյանը այստեղ կարողացավ հեռացնել գնդակը, Աճեմյան, վերադարձավ խաղադաշտ Աճեմյանը, Մանվել Այվազյան, բայց հիմա էլ խանգարեցին Այվազյանին ու ՊՍԺ-ն են հետվում առաջ Գրիգորյանն էր այստեղ, բայց լավ չստացվեց դուրս գալ պաշտպանությունից, հիմա Յուվեի մոտ էլ գրող կազմակերպել չստացվեց ու եզից կնետի հիմա ՊՍԺ-ն։ Մարտիրոսյան գնաց պրեսինգի ու հաջող կերպով խլեց գնդակ ուղարկելով Զաքարյանին, այստեղ թույլ չտվեցին Զաքարյանին հարված կատարել, չնայած գնդակը մնում է Յուվենտուսի մոտ, Մարտիրոսյան ցածրից հիմա էլ փոխանցում, բայց այստեղ արդեն գնդակը բաժին է հասնում ՊՍԺ-ի դարպասապա Դավիթ Պետրոսյանին, ուժեղ փոխանցում ենք տեսնում առաջ, այստեղ երկրորդ հարկում լավ գործեց Եսայանը ու այդ փոխանցում դեպի Տիգրան Խաչատրյանը, այո, երևում է, որ Յուվենտուսի իհարկե համաձայն չէ այս մտքի հետ ու փորձելու են անել հնարավորինս նորից առաջ անցնելու հաշվի մեջ Աճեմյան, Մանվել Այվազյան, նորից Աճեմյանին ուղարկում գնդակը, Զաքարյան հետ փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ, Խաչատրյան լավն էր փոխանցումը, բայց այստեղ Պետրոսյանը դուրս եկավ դարպասից ու կարողացավ տիրել գնդակին։
Հիմա իհարկե PSG-ն չի գրոհում, պարզապես հեռացնում են գնդակը, Յուվենտուսը ողջ կազմով գրեթե անընդհատ մրցակցի կիսադաշտում է գտնվում ու փորձում է մոտենալ PSG-ի դարպասին, Եսայանն է գնդակով փոխանցում դեպի Այվազյանը, Արտուր Աչեմյան, նորից Եսայան դեպի Աչեզը փոխանցում հետևեց, Մակարյանն է այստեղ շատ լավ նկատեց Զաքարյանին, բայց Զաքարյանի փոխանցման առաջին արձագանքեց PSG-ից Էրիկ Գրիգորյանն ու PSG-ի գրոհը ականատես լինեն Գուրյան, լավ շրջանցեց Գուրյանը, լավ էր արել ամեն ինչ բացի վերջնական արվածից։ Իհարկե փորձեց պատտեցնել դեպի հեռավոր անկյունը գնդակը Գուրյանը, բայց այստեղ շատ հեռուն ուղարկեց գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Հիմա փոփոխություն տեղի կունենա երկու թիմերի կազմում էլ Մակայանը դուրս եկավ խաղադաշտից ու նրա փոխարեն Նարեկ Մարտիրոսյանը վերադարձավ խաղադաշտ, կրկնակի փոփոխություն նաև տեղի ունեցավ PSG-ի կազմում ու հիմա արդեն տեսնենք հանդիպան մնացած ժամանակահատվածում ինչ կանեն ֆուտբոլիստները, Խաչատրյանն է գնդակով, բայց այստեղ անհաջող ստացվեց փոխանցումը Արաքելյան ուղարկեց գնդակի Իսրայելյանի ուղղությամբ, բայց այստեղ փայլուն սանքում կարողացավ կատարել Եսայանը, գնդակը պահելով Յուվենտուսի մոտ, Խաչատրյան լավ գործեց, աչից կա տարբերակ, բայց չնկատեց Մարտիրոսյանի Խաչատրյանը ու հիմա արդեն թողնում է գնդակը Զաքարյանին, Մանվել Այվազյան, բայց այստեղ Թամազյանը մաքուր խլուն կարողացավ կատարել Զախիցկա Գուրյանի տարբերակը կատարեց փոխանցում Թամազյանը, բայց ուժեղ ստացվեց այդ փոխանցումը, գնդակը պահեց Գուրյանը դաշտի սահմաններում, Գուրյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Գուրյանը, վաստակեց անկյունային արվածի հնարավորություն այստեղ Էրիկ Գուրյանի իր թիմի համար, Եվ տեսնենք այս անկյունային ինչ կտա հիմա PSG-ին, կա փոխանցումը, բայց Խաչատրյանը հեռացեց գնդակը Դավիթ Մարտիրոսյան, լավ էր մտածել Մարտիրոսյանը, բայց այստեղ Միրզոյանը թույլ չտվեց հեշտությամբ նրան շրջանցել, Մարտիրոսյան շատ լավն էր փոխանցումը ու այստեղ այո կար խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի դեմ պայքարում ու հիմա արդեն Պետրոսյանը կհեռացվի խաղադաշտից, քանի որ երկրորդ տեղին է տեսնում գլխավերևում, այո PSG-ն մնում է խաղադաշտում մեկ ֆուտբոլիստ պակաս, իհարկե եթե հիմա չխախտեր խաղի կանոնները Պետրոսյանը, ապա շատ վտանգավոր հակագրոհի էր արդեն Յուվենտուսը, հիմա արդեն Յուվեն ունի քանակական առավելություն խաղադաշտում, ինչը կփորձի վերածել գոլի, խաղարկեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները գնդակը Այվազյան, դեպի Աչեզր Զաքարյանն է այստեղ գնդակով Զաքարյան, բայց թույլ չտվեցին նրան հարված կատարել, հիմա եզից կնետի Յուվենտուսը 5 րոպե մինչ հանդիպման ավարտը, այդքան ժամանակ ունի Յուվենի տրամադրության տակ, նորից հաշվում մեջ առաջացնելու, իհարկե PSG-ն արդեն կփորձի պաշտպանվել եւ հակագրոհ փնտրել տարբերակներ դեպի Յուվենտուսի դարպասը տանող Միրզոյան Մարտիրոսյանն է այստեղ թիկունքից աշխատում, խլեցին գնդակը Յուվեի ֆուտբոլիստները, Արտուր Աչեմյան, Աչեմյան հերվից արված վտանգավոր է, բայց այստեղ Պետրոսյանը կարողացավ տիրել գնդակին, ուժեղ փոխանցումը տեսնում առաջ հիմա երկրորդ հարկում լավ գործեցին Յուվեի ֆուտբոլիստները, բայց այստեղ արդեն եթե ասեն Գուրյանը մրցակցին, ապա վտանգավոր հակագրոհ կարող էին ավարտին հասնել PSG-ի ֆուտբոլիստները, Զաքարյան գուցե հերվից արվածի Զաքարյանը, ոչ դեպի Դավիթ Մարտիրոսյան, Այվազյան վտանգավոր է Զաքարյան ու չի ստացվում արված կատարել այստեղ PSG-ի դարպասի ուղղությամբ, մնաց գնդակով Տիգրան Խաչատրյանը, չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ Արաքելյան նետվել է առաջ Յուվենտուսը գրեթե ողջ կազմով, միայն հիմա Եսայանն է թիկունքում մնացել, ողջ կազմով գտնվում է Յուվենտուսը մրցակցի տուգանային հրապարակում Այվազյան, անկասելի Այվազյանի հարվածը 4-3 Յուվենտուսը առաջ է անցնում հաշվի մեջ,
Մանվել Այվազյան 4-3 իսկապես դիպուկ ու անկասելի ստացվեց Այվազյանի կատարած հարվածը, հիմա նաև Խաչատրյանը ստացավ դեղին քարտ վիճելու համար Յուվենտուսի կազմում ու տեսնենք այս մնացած 4 րոպեների ընթացքում արդեն ինչ կփորձի անել հիմա բնականաբար ՊՍԺ-ն նորից հաշվի հավասարությունը վերականգնելու բարդ էր, իհարկե բարդ էր լինելու Յուվենտուսի դեմ դիմակայել մեկ ֆուտբոլիստ պակաս լինելով խաղադաշտում Յուվեն անմիջապես քանակական առավելությունը վերացեց Օլի ու հիմա արդեն կփորձի հանդիպումը հասնել տրամաբանական ավարտին այստեղ կար խաղի կանոնների խախտում Մարտիրոսյանի կողմից Համազյանի դեմ պայքարում Խաղարկում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները գնդակը Համազյան Հիմա կար խաղի կանոնների խախտում, այո Խաչատրյանի կողմից ունի դեղին քարտ արդեն Խաչատրյան ու պետք է շատ ուշադիր գործի, քանի որ Եվս մեկ դեղին քարտ ստանալու դեպքում կհեռացվի խաղադաշտից Ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա ՊՍԺ-ին, այո ՊՍԺ-ն ողջ կազմով նետվել է առաջ նույնիսկ դարպասապանն է արդեն գտնվում Յուվենտուսի տուգանային հրապարակում Գնդակի մոտ է Միքայել Միրզոյանը, նա այսօր մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ հարվածով, տեսնենք Միրզոյան հարված ու հիմա վերջի պահին Արաքելյանը հասցրեց դիպչել գնդակին ու հեռացնել եւս մեկ անկասելի հարված էր կատարել արդեն Միրզոյանը, բայց վերջի պահին Արաքելյանը հեռացեց գնդակը անկյունային է խաղարկում ՊՍԺ-ն փոխանցում առաջ Մարտիրոսյանը հեռացեց գնդակը Միրզոյան, մնաց գնդակը Միրզոյանի մոտ Միրզոյան, իհարկե թույլ չեն տա այսպես հեշտությամբ ազատվել գնդակից ու հարվածել դարպասի ուղղությամբ Համազյան նույնիսկ դարպասապահը արդեն չի էլ շտապում դարպասը այն մտադրությամբ որ կամ ետ կբերեն կամ կարող են պաստողնել եւս մեկ գնդակ դա արդեն էական չէ Գուրյան գեղեցիկ անցում էր Գուրյան վտանգավոր էր Հարված ենք տեսնում ու այստեղ չհայտնվեց գնդակը դարպասում, հարված կլինի Յուվենտուսի դարպասից Մարտիրոսյան հիմա կարող է ավարտին հասնել հանդիպումը, բայց չկասեցեց գնդակը հարված կլինի ՊՍԺ-ի դարպասից Մեկ գնդակ ու նորից հաշվի հավասարությունը կվերականգնվի, այդքանը պետք ՊՍԺ-ին ոչ ոքի արդյունքի համար Խորքից փոխանցում ենք տեսնում Աչեմյանը այստեղ առաջինը տիրեց գնդակին Բայց հետո կորցրեց ու ՊՍԺ-ն էլ չկարողացավ գրոյի հասնել, հեռացված է հիմա գնդակը որքան հնարավոր է հեռու Յուվենտուսի կիսադաշտից Եզից կնետի ՊՍԺ-ն Հիմնական ժամանակը ավարտվել է հանդիպան հիմա մրցավարի փոխհատուցած խաղաժամանակն ենք դիտում Հիմա սխալ Դավիթ Մարտիրոսյան չստացվեց այստեղ հարվածը եթե նույնիսկ սա փոխանցում էր չանցավ գնդակը դեպի Այվազյանը խախտեց խաղի կանոնները Դավիթ Մարտիրոսյանը իհարկե հասկանալի էր Մարտիրոսյանի այս խախտումը ստիպված ու արկադրաբար դա արեց քանի որ Յուվենտուսը ցանկացած գնով հիմա կփորձի պահել այս առավելությունը ստանդարտ հիմա կիրասնի ՊՍԺ-ն փոխանցում դեպի Գուրյանը Գուրյան շատ հաջող անցում էր Գուրյան Մնաց գնդակով Գուրյանը ու հարված կլինի Յուվենտուսի դարպասից ոչ խաղի կանոնների խախտում նշանակեց այո մրցավարը կար խախտում Մարտիրոսյանի կողմից ու ստանդարտ կիրասնի ՊՍԺ-ն Այո, մեկ դիպուկ հարված ու ՊՍԺ-ն կվերականգնի հաշվի հավասարությունը, այդքան է պետք անել ՊՍԺ-ին ոչ ոքի արդյունքի համար։ Գուրյանն է գնդակի մոտ։
Կա մրցավարի Սուլիչը Գուրյան, Պարսից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ Զաքարյանը հեռացեց ոչ այնքան հեռու, Մարտիրոսյանն թույլ չտվեց, որպեսզի Հովհաննիսյանը հարվածի, հիմա փոխանցում դեպի դարպասապա Պետրոսյանի ուղղությամբ, բայց հեռացեց Աչեմյանը, գնդակը եթե հիմա Թամազյանը չտիրեր գնդակին, կորցրեց ու հիմա Յուվեն կարող է ավարտել այս հանդիպումը, եթե գրավեն դարպասը, Զաքարյան 2-1-ի դիմաց, Զաքարյանն էլ եզրափակում է այս հակագրը ու 5-3 դարձնում հանդիպան հաշիվը։ Եվ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է չափազանց հետաքրքիր ու դրամատիկ հանդիպում դիտեցինք, բայց քանակական առավելությունը Յուվեն վերացեց գոլի ու կարողացավ հանդիպան հաշիվը շրջել իր օգտին, վաստակելով հերթական 3 միավորով Ինտեր քափում խաղային օրը մեզ մոտ նույնպես ավարտված է, շնորհակալություն, որ մեզ հետ եք, բարի գիշեր ու ամենայն բարիք։